Մարտի 12-ի լույս 13-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել։ Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 60, 82 եւ 120 մմ ականանետներից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Միջին հասակի ծառայակիցներից տարբերվել չցանկացող հայսպային վայել սրտացավությամբ։ Պաշտպանության բանակի հրետանային դիվիզիոներից մեկն ապրիլի սկզբից կրակային դիրքերում է Սևակ Ղուլյանի հրամանատարությամբ։ Քառօրյա պատերազմ անցած, բայց եւ բարձր տրամադրությամբ։ Տրամադրության հարցում էլ մայորը փորձում է օգտագործել անձնական օրինակի մեթոդը, այնպես որ դա վարակիչ լինի բոլորի համար։ Իրանք ինձ որպես մեծ եղբայր են ընդունում, ես էլ իրանք փոքր եղբայրներ եմ։ Ու մարտական գործողությունների սկզբից էլ հենց ընթացքում էլ արդեն եղբայրասիրությունով, մեծ եռանդով արդեն ամեն մեկը ոնց որ իր խնդիրը լավ գիտեր, որ մարտական գործողությունների ընթացքում ոնց են էլի դրսևոր մեկը մյուսի հանդեպ։ Եթե խաղ ժամանակ ինչ-որ մի բան էլ իրայից նեղանում են կամ ինչ, ստեղ լրիվ եղբայրասիրություն է ու հիմնականում մեր այդ մարտական ոգին, մեր ընկերասիրությունը, մեր հայրենասիրությունը այդ ձևով լցված մենք շատ լավ ենք վարել մարտական գործողությունները։ Իսկ մարտական գործողություններն անսպասելի էին։ Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով անցնում է հարձակման, գործի դնելով գրեթե ամբողջ զինանոցը։ Բանակի հրետանային բրիգադներից մեկը ժամանակին հարվածներ հասցնելով անցնում է պաշտպանության։ Դիվիզիոնի կրակը պաշտպանության բնագծի արևելյան ուղղությամբ վարում էր շտաբի պետը։ 28-ամյա մայորը խնդիրը կատարել է փայլուն։ Բանակի հրամանատարությունը խրախուսել է Սևակ Ղուլյանին։ Անվտանգության հարցը վերաբերյալ շատ լուրջ ուշադրություն եմ դարձրել ու ձգտել եմ որպեսզի ինչքան էլ որ տևի գործողությունները, բոլոր գործողությունները լինի անվտանգությամբ ապահովված, շատ լուրջ ուշադրություն եմ դարձրել մեր հրամանատարի հետ միասին։ Հակառակորդի համար ապրիլյան իրադարձություններն աղդամի ուղղությամբ զարգացել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Մեր հրետանավորները տեսել են նաև դիպուկ կրակի հետևանքներն արդեն սահմանի մյուս կողմում։ Նյութականի հետ մարդկային կորուստներ, այդ թվում ադրբեջանական բանակի բարձրաստիճան հրամանատարներ։ Այդ մասին պաշտոնական Բաքուն դեռ լռում է, բայց մերոնք կրկին որսացել են խոսակցությունները, այս գրադներ խոցել Շարասյունը։ Ես ավելի շատ գոհ եմ իմ ընկերների, ենթականների, իմ ստորաբաժանման գործողություններից, պատրաստակամությունից, պարտականությունների կատարման մեծ, ասենք, ունակություններից իրանց եմ շատ գոհ, իմ գնահատականն էլ ուրիշներն են տալիս էլի։ Հակառակորդի ցանկացած գործողություն հիմա նաև հրետանավորների խոշորացույցի տակ է։ Ասում են միշտ չէ, որ արձագանքում են հակառակորդի սադրանքներին, բայց երբ դրանք անցնում են հրադադարի խախտում կոչվածի սահմանները, պաշտպանության բանակն անցնում է լուրջ քայլերի, այսպես այնքան մինչև երկինքը խաղաղ լինի, դիրքում կանգնած զինվորն էլ անվտանգ։ Այս գործում երիտասարդ հրամանատարը փորձում է իր լուման ունենալ։ Նպատակ եմ դրել եւ հասել նպատակից, որպեսզի բանակին պիտանի սպադառնամ եւ այդ ունակությունները ռազմական ինստիտուտից իմ մեջ դասերակել եմ եւ հոգեբանություն սարքել, որպեսզի օրինակ լինեմ բոլորին, առաջին հերթին անձնական օրինակով, յուրաքանչյուր սպայի, զինվորի բոլորին անձնական օրինակ ցույց տամ։ Այս սկզբունքով էլ Սևակ Ղուլյանը շարունակում է ծառայել պաշտպանության բանակում։ Դեռ դպրոցական նստարանին էր որոշել, որ զինվորական է դառնալու։ Անկեղծանում է, ծնողների հորդորն է։ Լսել է, պատասխանատվությամբ պատրաստվել եւ այդ նույն պատասխանատվությամբ էլ կրում է հայկական բանակի համազգեստը։ Հաղթողի հոգեբանությամբ էլ դաստիարակում է երկու որդիներին։ Երևի արդեն գենն է խոսում։ Նրանք էլ զինվորական են դառնալու։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Մայրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին զինվորները հաճախ են տեսնում։ Այս անգամ էլ զինվորներին են փոխանցում ոչ միայն իրենց շնորհակալությունը, այլև արցախցի փոքրիկների ուղարկած ազնավերներն ու բարեմաղթանքները անվարժ ձեռագրով, բայց ջերմ ու անկեղծ զինվորները մանուկների վարպետությունը գնահատում են։ Որ զինվորն է, տանկը իր հետևից, որ միշտ օգնում են իրար անպայման։ Տանկը նման են նկարել, աշխատել են, որ նման լինի։ Նկարի մասին կասեմ, որ շատ գեղեցիկ է, շատ դուրս եկավ,
Շատ գոհ շնորհակալ եմ մեր փոքրիկներից։ Բարեմաղթանքները բոլորին են հասցեագրված, իսկ կազմակերպության մայրական երախտագիտություն մեդալները կոնկրետ հասցեատերեր ունեն։ Կազմակերպության նախագահության անդամ Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Մարգարիտա Թարանյանի ուղեկցությամբ Հասմիկ Միքայելյանը մի քանի տեղ նման կանգառներ ունեցավ։ Մենք դեռ ապրիլի 2-ից, ապրիլի 5-ից ամեն օր ուզում էինք այցելել մեր տղաներին, մեր հերոսներին, մեր զավակներին, մեր մայրական սրտի խոսքը հաղորդել, մեր սերը, մեր նվիրվածությունը եւ հպարտությունը հաղորդել մեր տղաներին, երախտագիտության խոսք ասել։ Շնորհակալ եք անչափ, միշտ հպարտ ենք եղել, միշտ համոզված ենք եղել նրանց հզորությանը, համոզված ենք եղել նրանց նվիրվածությանը այս երկրին, այս հողին։ Յուրաքանչյուրին մեդալը հանձնեցին այնտեղ, որտեղ այդ պահին իր մարտական խնդիրներ իրականացնում, վերջին կանգառում անակնկալ էր սպասվում։ Հասմիկ Միքայելյանը Տիգրան մեծ մեդալը գնդապետ Հայրապետյանին է հանձնում։ Հասարակության ուշադրությունը գնահատում են եւ զինվորը, եւ գնդապետը։ Ավելի ոգևորվում, ավելի ոգևորված կատարենք մեր պարտքը եւ մեր խնդիրները կատարենք։ Վստահեցնեմ, որ մենք այստեղ հանգիստ ենք, թող իրանք անարդյունք մնան, ամեն ինչ նորմալ է, լավ է։ Ուժ է տալիս, հույս է տալիս, առաջ գնալու հնարավորություն կամք է տալիս, որպեսզի նրանք կարողանան պայքարեն այս պատերազմում ու դուխով լինեն, ուժեղ լինեն ամենակարևորը։ Մենք շնորհակալ ենք իրանցից, ցանկանում ենք, որ միշտ նրանք իրանց թեկուզ այդ նամակով մեզ ոգևորեն, ոգեշնչեն, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրը կատարենք, ամենակարևորը մեր սուրբ հողը պահպանենք։ Միջոցառումը իր տեղու դերը նշանակությունը ունի բոլորիս համար, հասարակության եւ զինված ուժերի համար։ Պատերազմը չի ավարտվել, դեռևս շարունակում է։ Լրիվությամբ պատրաստ ենք իրականացնելու մեր առաջև դրված մարտական խնդիրը։ Ընդհանուր առմամբ այսօր 1 տասնյակ զինվորականներ են պարգևատրվել Մայրություն կազմակերպության մեդալով։ Այսօր բարեխիղճ ծառայության համար նաև գերատեսչական մեդալներ են հանձնվել անբասիր ծառայության համար եւ ծովակալ իսակով։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Հայրապետյան, օր